Դարձյալ խաղաղություն, սիրելի հավատակիցներ, սիրելի հայ քրիստոնյաներ, Աստված ձեզի շատ օրհն է այսօրվա ընթացքում։ Ուզում եմ նորից ես դժվար համարներով վրայով խոսել աստվածաշնչյան, որ շատերի համար դժվար հասկանալի է եւ հարցերի պատասխանել։ Այսօր անգամ եւս պիտի փորձեմ մի քանի հարցի պատասխանել։ Եվ առաջին հարցը Ծննդոց 4-րդ գլուխ 14-րդ համարեն 17-րդ համարի մասին է, Գայենի մասին է, որ ինքը երբ որ թողեց գնաց, թափառական դարձավ, ումից էր վախենում, որ իրեն երբ գտնեն, կսպանեն իրեն, եւ որտեղից ինքը իր գինը ճարեց, որտեղին գինը կդավ եւ ամուսնացավ։ Արի միասին ընթերցենք, սիրելիներ։ Բայց լավ կլինի, որ 10-րդ համարեն ընթերցեմ, դերը ասավ, ինչը իր քու եղբորդ արյան ցայնը կետնեն ինձի կփողոք է, Գայենը չէ որ Աբելինը սպանեց, դուն անիցիալ ես երկրին, որ իր բերանը բացավ եղբորդ արյունը քու ցերկետ ընդունելու։ Երբ երկիրը մշակես, այսուհետև իր արդյունքը պիտի չտա քեզի, երկրի մեջ աստանդական ու թափառական ըլլաս։ Գայենը ասավ Տերոջը, իմ մեղքս թողություն գտնելու չափեն ավելի մեծ է, հասկացավ իր գործած մեղքը, զղջաց իր մեղքին համար, ահա զիս այսօր երկրի երեսեմ վրընդեցիր, ու ես քու երեսետ պիտի պահվիմ, ու երկրի մեջ աստանդական ու թափառական պիտի ըլլամ, եւ պիտի ըլլա, որ ով որ զիս գտնե, զիս պիտի մերցնե։ Դերը ասավ անոր, ուրեմն ով որ Գայենը սպանե, անգե յոտնաբատիկ վրեժ առնվի։ Դերոջը դերը նշան մտրավ Գայենին, որպեսզի զանիգա գտնող մեկը չմերցնե զանիգա։ Շարունակության մեջ 16-րդ համար Գայեն դերոջը առջևեն ելավ ու Եդեմի արևելյան կողմը նայիտ երգիրը բնակեցավ։ Գայեն իր գինը կիցավ, ու անիգա հղացավ, ու ենով կծնավ եւ քաղաք մչինեց այն ադեն ու քաղաքին անունը իր որդին անվանվեց ենով դրավ։ Հետևաբար հարցը այսպես է հառաջանում. Գայեն ումից էր վախենում, եթե միայն Գայեն եւ Աբել էին ծնել Ադամից, որ ինքը թափառական երթար ով իրեն պիտի գտներ մերցներ, ումից էր վախենում։ Դա մեկ, թիվ երկու, որտեղից Գայենը ճարեց իր տնոջ, երբ որ դուրս գնաց թափառական եւ գին կդավ եւ ամուսնացավ եւ քաղաք շինեց։ Հետևաբար արդյոք ժողովուրդներ ապրում էին երկրի երեսում Ադամից, Եվայից, Գայենից, Աբելից բացի։ Եվ շատեր այդպես այս միտքերը շատ ժողովուրդներ, շատ քննադատներ քրիստոնեական իրենք ասել են, որ այո, տեսնում եք, որ Ադամը միակ մարդը չէր երկրի վրա, ուրիշ մարդիկ արգային, բայց ոնց որ հատուկ Ադամի սերունդի մասին է խոսում եւ այլն, բայց նրանք դժմարիտ չեն, որտեղ Ադամը առաջին մարդն է, որ Աստված ստեղծեց, քետնի հողեն շինեց։ Ադամեն առաջ ոչ մարդ էր եղել, ոչ էր իր հետ միասին ուրիշ մարդ գոյություն ունեցել էր երկրի վրա։ Հետևաբար ումից էր վախենում Գայենը։ Հիմա մի մոռացեք, որ Գայենը շափահաս էր, ինքը հասկացել էր, որ ծնվել էր Ադամից եւ Եվայից, նույնպես գիտեր, որ իր եղբայրը Աբելը ծնվել էր Ադամից եւ Եվայից, եւ ինչպես Ծննդոց գրքի մեջը չի հիշում բացարձակապես Ադամի եւ Եվայի աղջիկներու մասին, իրենց անունները չի դրվում, միայն թե 5-րդ գլխի մեջը տեսնում ենք, որ Ադամին օրերը սեթը ծնանել են ետքը 800 տարի եղան ու տղատներ ու աղջիկներ ծնավ։ Այսինքն չառնագեց, բայց այդ բոլորի անունները չի տվեց, սկիզբում Գայենի Աբելի եւ Աբելը սպանվել են ետքը, Աստված իրեն սեթը տվավ, որտեղ Գայենը գնաց թափառական եւ Ադամ առանց որդի մնաց, բայց կսե որ իր պատկերով իր 130 տարի եղած ադենը դարեգան երրորդ համարի մեջն է 5-րդ գլուխ կսեմար որդի մծնավ եւ անոր անունը Սեթ դրավ։ Հետևաբար Սեթը Ադամի երրորդ որդին է,
Բայց Աբելը սպանվել են հետո իր առաջին որդին է, որ իր հետն է ապրում, որովհետև Կայենը թողեց եւ գնաց թափառական փախավ։ Աստծո ներկայությունից, երկրի երեսից սկսե, բայց ոչ թե երկրակունքին վրա չէ, բարձրապես գնաց թափառական եղավ Կայենը։ Հետևաբար, բայց այստեղ հիշում է, որ տղակներ եւ աղջիկներ ծնավ։ Հետևաբար, Ադամ ուրիշ տղակներ արծնավ եւ աղջիկներ արծնավ։ Եվ Ադամ Կայենի եւ Աբելի ժամանակ կարող է որ աղջիկ արծնած լիներ, իհարկե որ կարելի է, ոչ մի բան չի արգելում, որովհետեւ այդպես մտածենք, որովհետեւ ասում է որ չի ասում աղջիկներու անունները երբեք, դրանց մասին երբեք չի խոսում Ծննդոց գիրքը։ Այս հատվածում ինչ կվերապերի Ադամի եւ Եվայի աղջիկների մասին։ Հետևաբար տեսնում ենք, որ Կայենը ծնավ, Աբելը ծնավ, բայց չի հիշում աղջիկի ծնունդի մասին, վերջավորության ասում է, որ աղջիկներ ծնան։ Հավանականություն կա, որ Կայենը ունենար քույր, այո, հավանականություն կա, սա մեկ տարբերակ է, եւ երկրորդ հավանականությունը, որ Սեթի ծնանելեն հետո Ադամ եւ Եվա աղջիկներ ծնեցան, այդպես արի երկրորդ հավանականություն է։ Եվ ոչ մեկը մենք չենք կարող հերքել, իրավունք չունենք հերքելու։ Հետևաբար Կայենը հասկանում էր, որ Ադամ որդիներ եւ աղջիկներ էր ծնանելու եւ ծնանում էր։ Կարող է քույր ունենալ, բայց ինքը հասկանում էր, չափահաս էր, որ Ադամից պիտի ծնաներ երեխաներ ուրիշ։ Հետևաբար իր վախը ումից էր։ Ինքը հասկացավ, որ իր եղբորը սպանեց։ Եվ ինքը հասկանում էր, որ Ադամից պիտի ծնվեն աղջիկներ եւ տղաք։ Եվ դրանք իրենց եղբորը համար մեծ հավանականության վրեժ խնդիր լինեին եւ երթային գտնեին Կայենին եւ սպաննեին։ Հետևաբար Կայենի վախը ապակայից էր, ոչ թե ինքը գիտեր, որ երկրի երեսին ուրիշ մարդիկ կար, որովհետեւ ինքը դուրս չէր եկել, ոչ էլ տեսել էր, որպեսզի իմանա, բայց հասկանալով, որ մարդը պիտի շատանա, եւ Ադամ Եդամ շատանում էին ծննդաբերություններով, եւ իրենց երեխաները, զավակները նույնպես պիտի ամուսնանային եւ շատանային։ Հետևաբար Կայենի վախը ապակայից էր, ոչ թե այն մոմենտից էր, որ հենց դուրս եկա, մարդիկ իրեն պիտի գտնեն։ Շատ բարձ է սա, սիրելիներ։ Եղավ, ուրեմն բայց որ վայ եղբայր, նայեցեք ինչ գրված է 16-րդ գլխի համարի մեջը։ Գայենի դերոջ արջևեն ելավ ու Եթեմի արևելյան կողմը Նայիտ երկիրը բնակեցավ։ Բայց դե Նայիտ անունով երկիր կա եղեր։ Բայց այդ Նայիտ անունով երկիրը ով է կառուցել։ Ահա, այստեղ չենք հասկանում, որտեղ Նայիտը չենք հասկանում ինչ կնշանակի։ Նայիտը սիրելիներ նոտ բառն է եբրայերենով։ Նայիտ կնշանակի թափառական։ Հետևաբար ինքը դուրս եկավ Ադամի եւ Եվայի բնակության վայրից եւ գնաց թափառական երկրի վրա ապրեցավ։ Հետևաբար Կայենից հետո կարելի է որ այդ դարածքը Նայիտ կոչվեցավ ինչ որ նոտ, բայց պայմանար չէ, որտեղ ուր գնաց ինքը այդ վայրից դուրս եկավ եւ ինքը գնաց թափառական վայր։ Նայիտ երկիր, այսինքն թափառական հողերի վրա գնաց ապրեցավ։ Հետևաբար ոչ թե երկիր էր եւ անուն ուներ եւ կառուցված էր, ոչ, բարձրապես որ Նայիտ նշանակում է թափառական։ Հետևաբար այնտեղ որ բնակեցավ, այսինքն թափառական հողի վրա բնակեցավ, երբ որ ամուսնացավ քաղաք շինեց։ Ոչ թե երկիր էր եւ քաղաք կար, ինքը քաղաք շինեց, ամուսնանալ են եւ շատանալու սկսել են հետո, բայց տարիները անցնում են։ Մյուս հարցը, գինը որտեղից ինքը գտավ։ Այստեղ երկու հավանականություն կա նույնպես, երկու հավանականություն եւ ամեն ինչը դրանցած գիրքը չի հիշում։ Առաջի հավանականությունը, որ Կայեն կարող է քույր ունենալ եւ ինքը քրոջ հետ ինքը գնաց թափառական քույր իրեն չթողեց, որտեղ միակ եղբայրն էր, կարող է իր հետ գնաց թափառական, սա մեկ հավանականություն, որ մի քիչ մեր մտքերից հեռու է, կարող է տարօրինակ թվա, բայց չի բացառվում, ոչ էլ հաստատվում է, ոչ կարող եմ ասել հաստատվում է, ոչ կարող եմ ասել բացառվում է։ Դա մեկ հավանականություն,
Բայց իմ կարծիքով ավելի մեծ հավանականությունը, երբ որ Սեթեն հետո Աստված ծնավ որդիներ եւ աղջիկներ ծնավ, տասնյակ տարիներ հետո, որ Կայենը ապրեցավ թափառական հողի վրա, տասնյակ տարի հետո դրանք մեծացան եւ իրենք սկսան տարածվել երկրի երեսը, որովհետեւ Աստծո հրամանն էր, որ Աստված Ադամին ասեց. «Երկիրը լեցուցեք», պետք է Աստծո տեսակետն էր, որպեսզի մարդիկ երկրի երեսը տարածվեին, եւ անոնք նույնպես երկրի երեսը տարածվեցան։ Տեսնում ենք, որ Բաբելոնի աշտարակը, որ մարդիկ մի տեղ հավաքվել էին, Աստծո դեմ էր դա։ Աստված ուզում էր, որ Ադամեն ծնած երեխաները երկրի երեսը տարածվեն, եւ այդպես էր Աստված պատվեր էր տվել։ Երկիրը լեցուցեք, ասում էր։ Այսինքն պետք էր որ տարածվեին եւ ասկեր դառնային։ Հետեւաբար այստեղ մեկ համարը մյուս համարի միջև մենք չպիտի բացառենք կամ միամիտ գտնվենք, որ այդ տարիները չի անցնում, տասնյակ տարիներ անցած է այնտեղ, եւ տեսնում ենք, որ Ադամեն ծնացած որդիները եւ աղջիկները երկրից երեսը տարածված են։ Երկրի երեսը տարածվելով Ադամի ծնած աղջիկներից մեկը շատ հնարավորությամբ ուրիշ հնարավորություն չի գա անշուշտ սկիզբում, որտեղ մերձավորին մոտիկ ասկական մերձավորին ամուսնանում էին, որպեսզի շատանա սերունդները եւ գենետիկական խնդիրներ չի կար այն ժամանակ։ Սկիզբում Աստված չէր արտոնել, որպեսզի գենետիկական խնդիրներ լինեն, որպեսզի երկիրը լեցվի, որպեսզի շատանան։ Դրանից որոշ ժամանակ հետո արդեն Աստված արգելեց, որ մեկը իր քույրը կամ եղբայրը ամուսնանա։ Սկիզբում այդ բանը սուրբ էր, բեղծ չէր, շատանալու նպատակով Աստված արտոնած էր։ Եվ բարձ է, որ Կայենը իր քույրերեն մեկ ամուսնացած պիտի լիներ։ Ինչքան ժամանակ հետո, չգիտեմ ինչքան ժամանակ հետո։ Կարելի է, որ բավական ժամանակ անցած լիներ, սիրելիներ։ Տեսնում եք, եւ Կայեն կինը գտավ եւ ամուսնացավ եւ սկսավ քաղաք կառուցել, որովհետեւ իրեն որդիներ ծնավ եւ հնարավոր է, որ իրեն միացող քույրերից, իրեն միացող մյուս եղբայրներից լինեին, որովհետեւ դրանց մասին չի խոսում, տեսնում ենք, որ խոսում է Սեթի սերունդի մասին, Ադամի մյուս դղաներու սերունդի մասին չի խոսում, ոչ աղջիկներու մասին են խոսում, տեսնում եք, Սեթը եւ իր սերունդեն հասնում է Նոյի ենք հասնում, հետեւաբար մյուս տղաքը երկրի երեսը տարածվեցան, իհարկե որ տարածվեցան, շատերը Կայենին գտան եւ իր աղջիկներից կամ իր զավակներու աղջիկներից կարելի է նույնպես Կայենին կին ունեցավ, որովհետեւ չի ասում այստեղ Կայենը քանի տարեկան էր, որ զավակ ունեցավ, չի հիշում դրա մասին, սիրելիներ, տեսնում եք, ասում է իր կինը գիտցավ, ինչքան ժամանակ հետո էր, չգիտեմ, ուրեմն, առաջի հավանականությունը, որ քիչ հավանականություն է կարծում եմ, բայց չի բացառվում, այն ժամանակ քույրուներ եւ քրոջ հետ կացած լիներ, մեկ չի բացառվում, բայց ինձ ավելի խելքի մոտիկ է, որ Սեթեն հետո ծնած աղջիկները եւ երեխաները, որ Ադամ ունեցավ, դրանք դարածվեցան երկրի երեսը եւ տասնյակ տարիներ հետո Կայենը իր կինը գտավ եւ այս ծավալով ոչ մի խնդիր չի գա։ Մի հատ այդտեղ հարց կմնա, որ Աստված ինչ նշան դրավ Կայենի վրա, ոչ մեկը ըստուկ չի կարող ասել ինչ նշան դրավ, բայց որ բարձ է, որ Ադամի բոլոր սերունդը իմացան, որ Կայենը սպանել էր իր եղբորը Աբելին։ Եվ ինչպես պիտի ճանաչվեր տարիներ հետո, որ դա Կայենն է, եւ Ադամ Աստծո պատվիրանը գիտեր, որ մեկը սպանն է, Ադամ հաստատ գիտեր, ինչ որ Աստված Կայենին ասեց, Ադամն ար իմացավ, Եվան ար իմացավ, որ ան որ Կայենին սպանն է, 7 նապատիկ պիտի պատժվի։ 7 նապատիկ, չէ, դերը ով որ սպան է, անգե 7 նապատիկ վրեժ առնվի։ Հետևաբար բոլոր Ադամի զավակները իմացան դրա մասին եւ իրենց որդիները, թորնիկները եւ այլ բոլորն ար իմացան, այս բոլորը երկար տարիներ ապրեցան, երկար սերունդներ։ Բոլորը իմացան, որ 7 նապատիկ վրեժ կառնվի։ Հետևաբար գմնար ինչպես իմանան, որ դա Կայենն էր։
Եվ Աստված հավանական է, մեծ հավանականությամբ, որ ֆիզիկական նշան դրած լիներ Գայենի վրա, որպեսզի Ադամը տեսավ երթալեն առաջ այդ ֆիզիկական նշանը, եւ այդպեսով ոնց կճանաչվի, որ դա Գայենն է, այդ ֆիզիկական նշանով կճանաչվի, որ Գայենն է, եւ բոլորը գիտեն, որ իրեն պետք չէ սպանել, որովհետեւ 7 նապատիկ վրեժ կխնդրվի դրանից։ Սա ամենախելքի մոտիկ դրաբանական բացատրությունն է, ես կարծում եմ, Աստված ցեզի շատ օգնի, անցնենք երկրորդ հարցին։ Երկրորդ հարցը յուղով օծելու կարևորության մասին է։ Ուրեմն ինձանից խնդրել է մի հատ քույրիկ, որ յուղով օծելու կարևորության մասին մի քիչ խոսեմ, եւ ինձ ասել է, որ կան հովիվներ, հոգեբորներ, որ դա չեն ընդունում, չգիտեմ, ես չեմ ճանաչում այդպես մարդիկ, բայց որ կարող է այդպես լինի։ Բայց ինչքան կարևորություն կա յուղով օծելու համար։ Նայենք նոր գտակարանում սիրելիներ, հիմնականում տեսնում ենք յուղով ֆիզիկապես օծելու վրայով երկու թրվակներ կան նոր գտակարանում, եւ հիմա կասեմ, մեկը Մարգոսի 6-րդ գլուխ 10-րդ համարի մեջն է, եւ ինչ որ աշակերտները Հիսուս որ ուղարկեց բժշկելու, աշակերտները գսեին յուղով օծում էին հիվանդներուն, ինչի համար ոսվեսի բժշկվեն։ Երկրորդը տեսնում ենք Հակոբոսի 5-րդ գլուխ 14-րդ համարի մեջ, որ գսե որ երեցները կանչեցեք, երբ որ հիվանդ են, թող աղոթեն, խոստովանություն թող լինի եւ յուղով թող օծեն, որպեսզի բժշկվեն։ Այս երկու թրվակներում մեջ հիշում է։ Ուրեմն յուղով օծելը նոր գտակարանի մեջ ինքը ընդհանրապես հանդես է գալիս իբր որպես արարողություն, որովհետեւ շոշափելի դեսանելի արարողություն է սիրելիներ։ Ինչի է, որպեսզի նպաստի հիվանդի բժշկության եւ Աստծո ներկայությունը ընդգծելու նպատակով։ Դա պարտադիր պայման չէ բժշկություններու հարցում, ավելի սիմվոլիկ գործողություն է սիրելիներ, որը ուղեկցում է աղոթքը եւ հավատքը, հիմա կտեսնենք դրա մեջ։ Հետևաբար, Մարգոսի 6-րդ գլուխ 10-րդ համարի մեջ աշակերտները յուղով օծում էին, իհարկե, հիվանդներին բուժման համար, դա հրեական ավանդություններու մեջ առնչվում է, որտեղ յուղը խորհրդանշում է Սուրբ Օքին, բոլորս գիտենք սիրելիներ, Սուրբ Օքին է խորհրդանշում, օրհնություն է խորհրդանշում եւ Աստծո ներկայությունը խորհրդանշում է։ Դրա համար այդ ցեղով էին աշակերտները բուժում հիվանդներ, երբ որ Հիսուսը ըրգեց իրենց։ Իսկ Հակոբոսի 5-րդ գլուխ 14-րդ համարի մեջ յուղով օծումի մասին ինչպես էր ունենում, տեղի էր ունենում երեցների կողմից աղոթքի եւ հավատքի հետ միասին։ Աղոթքի եւ հավատքի, ոչ թե միայն յուղով էին օծում, հավատքով, աղոթքով եւ նույնպես խոստովանությամբ էր լինում այդ բանը։ Հետևաբար ակցենտը յուղի վրա չէ, որ յուղն է բժշկում, այլ հավատքի եւ աղոթքի վրա սիրելիներ, յուղը բարձրապես մի տեսանելի, շոշափելի արարողություն է լինում, որը հավատքի արտահայտություն է։ Դա հավատքի արտահայտություն է եւ նույնպես հիվանդի վրայով հավատք է ներշնչում սիրելիներ։ Ուրեմն սրանով ինչ պետք է հասկանանք, դա արարողական բնույթ ունի հավատքը զորացնելու համար։ Արարողական բնույթ ունի հավատքը ընդգծելու եւ զորացնելու համար սիրելիներ։ Դա բայրաթիվ պայման չէ, որովհետեւ բժշկությունը գալիս է Աստծուց եւ ոչ թե յուղից։ Հետևաբար բոլոր հիվանդներու բժշկությունները, որ եղած է քրիստոնյա աշխարհի մեջ, յուղով օծվելով չի եղել, եւ եղել է յուղով օծվելով, եւ եղել է առանց յուղով օծվելի սիրելիներ, որովհետեւ բժշկությունը չի գալիս յուղից, բայց գալիս է Քրիստոսից։ Աստվածապանները հետևաբար, բոլոր աստվածապանները մեծամասնությունը, քերազանց մեծամասնությունը համաձայն են, որ յուղը չունի գաղափարական ուժ, այլ օգտագործվում է որպես խորհրդանշական գործողություն,
որից հիմնականը հավատքն է եւ աղոթքը։ Այսքան բան։ Այսինքն առանց յուղով օծելու կարելի է հիվանդի վրա աղոթել եւ բժշկվի։ Իհարկե, բժշկվել են իհարկե հայրավոր, հազարավոր, երբեմն փառապանության ադեն հիվանդները բժշկվել են։ Երբեմն խոստովանության համար հիվանդները բժշկվել են, երբեմն ջուրի մգրտության ադեն հիվանդները բժշկվել են, երբեմն խմբային աղոթքի ժամանակ հիվանդները բժշկվել են եւ երբեմն յուղով օծելով հիվանդները բժշկվել են։ Այսքան յուղի օծման վրայով կարծում եմ ամեն գետերը ասեցի, ավելի խորանալու մենք կարիք չունենք այդ հարցի վրայով։ Սիրելիներ, երրորդը ուրեմն երրորդ հարցը դերվել է Ղուկասի 9-րդ գլուխ 49-րդ համար եւ 50-րդ համարը կամ Մարգոսի 9-րդ գլուխ 38 համարեն նայենք մի հատ կար ընթերցենք դրանք ուրեմն ուզեցել են որ բացատրեմ Ղուկասի ավետարանից եմ կարդում երկուսը նույն բաներու մասին են խոսում Ղուկասի 9:37-ը Ղուկաս 9:37-ը Հովանես Հիսուսին ասավ Վարդապետ մեկը տեսանք որ քո անունովը դևեր գահաներ բայց մեր ետևեն չի պատտիր Զանիգա արգելեցինք մեր ետևեն չպտտելուն համար մեր ետևեն չպտտելուն համար Հիսուս ասավ մի արգելեք Զանիգա վասնզի մեկը չկա որ իմ անունովս հրաշք գործե ու կարենա ինձի հայոյել քանզի ան որ մեզի հագարակ չէ մեր կողմեն է մյուսը տեսնում ենք Մարգոսի 9-րդ գլուխ 38-րդ համարեն հայ ես Ղուկասն էի կարդում բայց մեկանույնն է Ղուկասի 9-րդ գլուխ 49-րդ համար կներեք քիչ առաջ Ղուկաս ասեցի Մարգոսը կարդում էի բայց միևնույնն է ուրեմն Մարգոսի 9:37, 38, 39 իսկ Ղուկասի 9:49, 50 Ասում է եւ խոսեցավ Հովանես ու ասավ Վարդապետ մեկը տեսանք որ քո անունովը դևեր գահաներ եւ Զանիգա արգելեցինք վասնզի մեզի հետ չի պատտիր Հիսուս ասավ անոր մի արգելեք քանզի ան որ մեզի հագարակ չէ մեր կողմեն է քանզի ան որ մեզի հագարակ չէ մեր կողմեն է Ուրեմն տեսնում ենք որ բանի մեջը Մարգոսի ավետարանի մեջը մի քիչ ավելի մանրամասն է ասում Մարգոսը դրա համար կնախընտրեմ ես հիմնվել Մարգոսի նորից ընթերցեմ ասեց քո անունովը դևեր գահաներ հրաշքը կործեր ուրեմն արգելեցինք որովհետև մեր ետևեն ասեցինք որ մեր ետևեն պետք է գաք եթե հրաշքները կործում եք անոնք չուզեցին գալ մենք արգելեցինք Հիսուս ասեց մի արգելեք վասնզի մեկը չկա որ իմ անունովը հրաշք կործե ու կարենա ինձի հայոյել քանզի ան որ ինձի հագարակ չէ մեր կողմեն է սա սիրելիներ պետք է լավ հասկանանք Հիսուս այստեղ զսկուշացնում է որպեսզի աշակերտները հոգևոր էլիտար չստեղծեն որ հատուկ էքսկլյուզիվ լինի դա իրենց համար ինչ որ հիմա տեսնում ենք որ աշխարհում հարանվանություններ դարբեր քրիստոնեական հարանվանություններ եւ բարձ է որ ամեն մի քրիստոնեական հարանվանությունը միշտ մտածում է որ ինքը 100% ճիշտն է եւ մենք բոլորս եթե հոգևոր լինենք խորը մտածենք այնպես բան չի գա որ Հիսուսի առջև կայնեն եւ Հիսուս ասե որ ահա դու 100% ամբողջ ճշմարտություններ քո վարդապետությունը դու 100% ճիշտ ես բոլորը բույմիսերը սխալ էին կան հարանվանություններ վարդապետություններ շատ ավելի առողջ են եւ կան վարդապետություններ կարող են բագաս առողջ լինել ես չէ որ դա պիտի թադեմ Հիսուսը կասե դրա մասին եւ ինչպես որ տեսնում ենք երբ որ իր խոսքը ուղում է
եկեղեցիներու 7 եկեղեցիներու հայտնության քրկի մեջը տեսնում ենք որ եկեղեցիներ կա որ ինքը ավելի շոյում է երկու եկեղեցիներ բայց միս 5 եկեղեցիները հանդիմանում է ավելի հետևաբար տեսնում ենք որ այո կա վարդապետություն միս վարդապետությունից ավելի բարձր որ առաջնորդում է ավելի սուրբ կյանքի բայց նույնպես կարելի է որ այդ ավելի լավ վարդապետության մեջ մարդը քրիստոնյա լինի եւ հաճախե բայց ինքը սուրբ կյանք չապրի բայց վարդապետությունը լինի սուրբ եւ կարելի է որ պակաս սրբության վրա կենտրոնացած վարդապետություններ լինեն եւ դրանց մեջ սուրբ մարդիկ լինեն ինչպես Սարտիգի եկեղեցին ասում է ծեր մեջը մարդիկ կա որ իրենց հանդերձները չի կերտոզուցին բայց ջերմակ հանդերձներով իրենք պտտում են քայլում են տեսնում եք սիրելիներ Սարտիգեն հանդիմեցված բայց ասեց որ ծեր մեջը կան սպիտակ հանդերձներով ինչ է դարբերությունը դա է որ առողջ վարդապետության մեջ, առողջ հարանվանության մեջ ավելի հավանականությունը բարձր է փրկության եւ սրբության, բայց ոչ թե մյուսի մեջ անգարելի է, որովհետեւ տեսնում ենք որ Հիսուս այդ 7 եկեղեցիները համարում է իր 7 եկեղեցիները, իր ցերկի մեջի 7 աշտանակներն էին դրանք, որ ընկը ընդունում էր եւ ասում էր որ ում որ գսիրե կխրատեմ, ում որ գսիրեմ կխրատեմ։ Հետեւաբար սրա մասին է, որ ապակային այս խոսքերը հասկանալով, ապակային չի լիներ, որ աշակերտները և քրիստոնյաները աշխարհի վրա իրենք հատուկ էքսկլյուզիվիզմը ստեղծեն և իրենք էլիտարություն ստեղծեն և ասեն, որ մենք ենք մերանից բացի բոլորը թժողք են գնալու և այդպես կան սիրելիներ, այդպես հարամանություններ կան որ այդպես են խոսում իրանցից բացի բոլորը թժողք են գնում Հիսուս այդ բանը հանդիմանեց ասեց մի արգիլեք որովհետև անոր մեզի դեմ չէ ուրեմն մեր հետն է հիմա դրանից հետո Թադաստանի օրը ծեր կորձը չէ ինչպես կթատվի այո կարելի է որ ինչպես Հիսուս ասում էր որ անոր ամեն այն որ չէ որ դեր կգոչե պիտի մտնե երկնքի թագավորությունը բայց դա անհատական է դա հարանվանական չէ դա անհատական որոշում է ընդրություն է շատեր պիտի կան բանոնոտ հրաշներ արեցինք բայց ես չէի ճանաչել ինչու համար որովհետև անօրենություն կգործեիք դուք ոչ թե ծեր հարանվանությունը վարդապետությունը որովհետև շատ վատեր պատճեր դրա մասին չի ասում անօրենություն կգործեիք որովհետև դուք հետևաբար ասում է որ երբ որ ինչ են ընդունում իմ անունովս են իրենք բարիք անում հրաշներ կործել դևեր հանել եթե իմ անունովս են անում բարիք կործել այդ մարդիկը որ Հիսուս իրենց մերժեց վերջավորության Թադաստանի օրը դրանք բայց իր անունով բարի բաներ էին անում բայց իրենք անօրեն կյանք էին ապրում դրա համար մերժվեցան իրենց դևեր հանելուն համար բժշկություն հրաշներ անելու համար մարգարեանալու համար չէ որ Հիսուս մերժեց իրենց դրանք լավ բաներ էին ուրիշին օգտին համար էին դրանք մերժեց իրենց անօրենություն կործելուն համար դա անհատական Թադաստանն է սիրելիներ բայց անոր Քրիստոսը ընդունում է դեր կսե մի արգիլեք այդպես էլիտարություն մի ստեղծեք եւ բոլորին համարեք որ դրանք սատանայից է դրանք թժողք են գնալու թող իմ անունովս երթան բարիք անել իմ անունս կարոզեմ որ ես ճշմարտությունն եմ ես խաչել եմ ես փրկիչն եմ ես հարությունն եմ արել ընդունում են այդ բոլոր բաները ուրեմն մեզի դեմ չեն կարող լինել հիմա իրենց թերությունները իրենց տգարությունները վարդապետական մի քիչ այս կողմ անգամ սխալներ ինչպես 7 եկեղեցիներում մեջ տեսնում ենք ասում են դա ծեր գործը չէ չլինի որ դուք ինձնիդ էքսկլյուզիվ անեք ինձնիդ էլիտար անեք դա էր Հիսուսին ասածը ամեն Աստված ցեզի շատ օրհն է կարծում եմ որ այսքանը հերիք է այսօրվա համար կշարունակենք դարբեր տեսանյութով մնացյալ հարցերը Աստված ցեզի